Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք շատ հետաքրքիր հյուրեր։ Մեր այսօրվա առաջին հյուրն է 42 Երևան ուսանողների հաջողությունների եւ գործընկերության գծով մենեջեր Անահիտ Սայադյանը եւ 42 Երևան շրջանավարտ Տարոն Հարությունյանը։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Եվ հիշեցնենք, նշենք, որ ԹՄՕ եւ Եվրոպական միության համագործակցության արդյունքում աշխարհի բազմաթիվ քաղաքներում գործող 42 դպրոց միջազգային ցանցի մասնաճյուղը 42 Երևանը նաեւ մեր մայրաքաղաքում է։ Այն ընծրագրավորման անվճար դպրոց է, որը գործում է յուրահատուկ մեթոդաբանությամբ, իսկ թե ինչպիսի, ինչ գրաֆիկով եւ ինչպիսի արդյունքներով կպատմեն մեր հյուրերը։ Բարի լույս, ինչպես ենք։ Բարի լույս, լավ, շնորհակալություն։ 42, ինչ է նշանակում 42 Երևան կամ 42 դպրոց։ Ինչ է դա։ 42-ը միջազգային ծրագրավորման դպրոցների ցանց է, որը առաջին անգամ ստեղծվել է Փարիզում 2013 թվականին ու հետո սկսվել է տարածվել ամբողջ աշխարհում։ Երևանում բացվել է 2020 թվականին ու արդեն մենք 5 տարի է գործում ենք Երևանում։ Ինքը շատ հետաքրքիր դպրոց է, որովհետև նախ առաջին հերթին ամբողջությամբ անվճար է բոլոր ուսանողների համար, նախատեսված է 18 լրացած ցանկացած անձի համար, այսինքն կապ չունի այդ անձը ունի գիտելիքներ, ինչ-որ դիպլոմ, ինչ-որ իմացություն, նախնական բազա պետք չի գիտելիքների։ Ոչ, պետք է միայն ցանկություն, ժամանակ եւ նվիրվածություն կրթությանը եւ ցանկացած անձ կկարողանա սովորել 42 Երևանում։ Ներողություն 30-ից ավել դպրոցները կան, չէ՞, ամբողջ աշխարհում եք։ Տարիքային սահմանափակում չունենք։ Տարիքային սահմանափակում չունենք, մենք ունենք մասնակիցներ, ովքեր բավականին տարբերվում են 18 տարեկանից սկսած մինչև 65 տարեկան, մինչև 110 կապ չունի, սահմանափակում չկա։ Այսինքն միական ճիշտ եմ հասկանում, որ 42 Երևանում կարելի է համատեղել ուսումը, եթե դու ունես աշխատանք կամ եթե սովորում ես ուրիշ բուհում, դա հնարավոր է համատեղել, այսինքն։ Իհարկե հնարավոր է, որովհետև մեր շենքը բաց է 24 ժամ 7 օր, երբեք չի փակվում, նույնիսկ նոր տարվա գիշերը, եւ ուսանողները հնարավորություն ունեն ցանկացած ժամի հաճախել։ Եթե սովորում են ինչ-որ տեղ կամ եթե աշխատում են, հիմա Տարոնը մի փոքր ավելի շատ կպատմի, բայց կարող են համատեղել, որովհետև գրաֆիկը շատ ճկուն է։ Դա հրաշալի է։ Շատ լավ, բայց կներեք, մինչև Տարոնի հետ արդեն մենք շփվենք, հասկանանք ինչպես է Տարոնը ընդունվել։ Այ 42-ը դա նշանակում է դիմողների թվից ընտրվում են 42-ը, թե սխալ ենք հասկացել։ Չէ, 42 թիվը ինքը ունի պատմություն, որը կապված է մի հատ գրքերի շարքի հետ, կոչվում է The Hitchhiker's Guide to the Galaxy, ինքը ծրագրավորման աշխարհում բավականին հայտնի թիվ է։ Ու հիմա որ քաղաքում բացվում է 42, այդպես կոչվում է 42 քաղաք, 42 Փարիզ, 42 Սեուլ, 42 Երևան։ Հայաստանում այն բացվել է ԹՄՕ-ի եւ Հայաստանի ԵՄ դելեգացիայի շնորհիվ 2020 թվականից ի վեր։ Այ եկեք հիշենք ինչպես դիմեցիք, ինչպես ընդունվեցիք։ Այո, մանրամասն պատմեք մեզ։ Շատ տանջեցին, թե չէ, այդ քայլերը ինչպես էին։ Ընդունվելու ժամանակ ես նոր եմ եկել բանակից, նոր եմ ավարտել ծառայությունս ու կամուկացի մեջ էի, թե որ համալսարան դիմեմ։ Ուզում էի գնալ ամերիկյան համալսարան, բայց ինչ որ պահի գովազդի միջոցով տեսա 42 Երևանի մասին ու որոշեցի, որ այս ֆորմատը ինձ ավելի շատ է համապատասխանում։ Դրա համար դիմեցի 42, անցա հենց 2020 թվականին։ Ու համալսարան չգնացի տենց էլի։ Այսինքն ինչ-որ մինիմալ գիտելիքներ են պետք։ Չէ, ընդհանրապես պետք չի, չէ, գիտելիք ծրագրավորման վերաբերող։ Գիտելիք ես չեմ ունեցել մինչև այդ ծրագրավորման վերաբերյալ։ Ես հենց այնտեղ եմ սովորել, ընդհանուր հիմքը, հա, այնտեղ է եղել էլի, այնտեղից է եղել։ Իսկ ինչպես են ընդունում։ Ես գիտեմ, որ ինչ որ խաղ պետք է սկզբում անցնեն, չէ՞, խնդրեմ մի քիչ ավելի մանրամասն։ Եթե տարիների ընթացքում չի փոխվել Չէ, հիմնականը մնացել է նույնը, պետք է անցնել մեր կայք 42 Երևան.am, այնտեղ կոճակ կա դիմել եւ ծրագիրը ձեզ հերթով քայլերով տանելու է։ Այնտեղ ընդունելության համար պետք է տրամաբանության եւ հիշողության թեստ անցնել, որը խաղի տեսքով է, եւ հետո մենք արդեն հրավիրում ենք մեր դիմորդներին մեր շենք ու հրավիրում ենք արդեն հաջորդ փուլին, որ կոչվում է ավազան։ Դա մեր ընդունելության փուլն է։ Ցանկացած անձ կարող է տարօրինակ ժպտում է։ Չէ, հետաքրքիր երևի պատմություն կա։ Պատմեք, խնդրում ենք Տարոն։ Ավազանի փուլը շատ տարօրինակ էր իմ համար ամենասկզբում, որովհետև
Ես սովորեի, որ պետք է ինչը չեմ հասկանում կամ ինչ իմ համար դժվար է, գնամ ու հարցնեմ կազմակերպիչից կամ ստաֆից կամ ուսուցչից կամ ինչ-որ մեկից, ով որ դրա համար պատասխանատու է ու իմ բոլոր հարցերին պատասխանում էին, չգիտեմ, ստաֆը։ Հետո ես հասկացա միտքը դրանում է, որ ուսուցիչներ չկան ու դու ինքդ պետք է այդ ամեն ինչը սովորես ու քո կողքին եղած աշակերտներն են այն մարդիկ, ովքեր քեզ օգնելու են ու իրենցից ես դու պատասխանները ստանալու քո հարցերի, աստիճանաբար սովորեցի այդ կոնցեպտին ու դրանից հետո ավելի հեշտ գնաց ամեն ինչ, բայց ամենաառաջին պահը մի քիչ շատ խորթ էր էլի սկզբում։ Այ մեթոդաբանությունը իսկապես շատ ապշել է, որովհետև ուսուցիչներ չկան, դուք սովորում եւ սովորեցնում եք։ Եթե մի 10 տարի առաջ օրինակ պատմենք մեր օրինակ ավագ սերունդի ներկայացուցիչներին, ասենք գիտեք, մենք գնում ենք մի դպրոց, որտեղ չկան ուսուցիչներ եւ մենք սովորում եւ սովորեցնում ենք, տատիկները կասեին դուրս արի այդ դու ես դու գնում։ Այ հնարավոր է դա, իրոք հնարավոր է այդպես։ Խնդրում եմ մի քիչ ավելի մանրամասնել, ինչպես կարելի է դա ուսանողը սովորեցնում է ուսանողին։ Որովհետև շատերի համար կարող է խորթ թվալ, չէ՞, այդ մեթոդաբանությունը։ Ինչպես է դա արվում։ Նախ ինչ որ հարց է առաջանում, այդ հարցին պատասխանը տրվում է ուրիշ ուսանողի կողմից։ Գնում եմ ես օրինակ այդ աշակերտին հարցնում եմ այս պրոյեկտը արել ես, ինքը ասում է հա արել եմ, ես իրեն հարցում եմ ոնց ես արել, ինքը ինձ բացատրում է մանրամասն, ես ասում եմ չեմ հասկանում, մի հատ էլ բացատրի, ինչ որ ուրիշ ձևով բացատրում։ Օրինակ, եթե ես իր մոտից չհասկացա, ես ուրիշ մարդու եմ գնում հարցնում ու գտնում եմ այն մարդուն, ով կբացատրի այն ձևով, որ ես հասկանամ, հետո արդեն աստիճանաբար դու գտնում ես այն մարդկանց, ովքեր լավ են քեզ բացատրում, ու այն մարդիկ, ովքեր հասկանում են քո բացատրածը, իրենք էլ քեզ են անընդհատ դիմում, տենց ստացվում է, որ մեկը մյուսին սովորեցնում եք։ Հետաքրքիր է շատ։ Իդեպ մեկը մյուսին էլ ստուգում եք։ Դա Ես համոզված եմ, այս կոնցեպտին բոլորս առնչվում ենք մեր կյանքում, օրինակ սովորական կյանքում ես իմ ընկերուհուց գուցե հարցնեմ, «Այս ո՞նց է այս տորթը սարքել» ու ինքը ինձ բացատրի ու նմանատիպ ֆորմատով ամեն ինչ ու հենց դպրոցը շատ նման է այդ առօրյա կյանքին բոլորս առնչվում ենք դրան, ուղղակի հենց կրթության ոլորտում մի քիչ խորթ է դա։ Բայց հաջողության առումով ասեմ, որ այս պահին մեր ուսանողների ավարտած ուսանողների 85%-ը արդեն իսկ աշխատանք ունի IT ոլորտում, իսկ մնացածը համոզված եմ շատ շուտով իրենց երազանքների աշխատանքը կգտնեն, այնպես որ եթե այո տարոնի ասածով եթե մի փոքր մնում ես համառություն ես ցուցաբերում եւ սովորում ես մեթոդոլոգիային, անպայման ստացվում է հետո 85%-ը դա շատ ցուցանիշ է իսկապես դուք հիմա որ փուլում եք, այսինքն դեռ ինչքան է տևում ուսումը։ Դուք հիմա դեռ սովորում եք, թե արդեն ավարտել եք։ Ես ավարտել եմ հիմնական փուլը, հիմա ես ավելի շատ մասնագիտացված պրոյեկտների կատարման փուլում եմ։ Այդ ընթացքում ես արդեն գտել եմ աշխատանք, հիմա աշխատում եմ ու փորձում եմ ինչ-որ չափով համատեղել այդ պրոյեկտներն անել։ Այսինքն դուք հարուստ եք։ Այսինքն դուք հարուստ եք։ Ծրագրավորողները դե բոլորն են հարուստ են, բոլորն դա գիտեն։ Ես կոչ եմ անում բոլորին։ Ես սկսնակ ծրագրավորող։ Սկսնակ հարուստ եք, շատ լավ։ Կոչ են կանում մեր բոլորը։ Ամեն բան դեռ արժևում է տարան։ Բոլորն են կարող են դիմել, ես ինչպես հասկացա, տարիքային սահմանափակում չկա, ու վստահ եմ ձեր շարքերում կան եւ 50 տարեկան ուսանողներ եւ 20-25 տարեկան ուսանողներ։ Շատ լավ է։ Նույնիսկ մենք կարող ենք միանալ, իհարկե։ Մենք կարող ենք եթե չստենք, եթե իհարկե ժամանակ ունենք, ինչու ոչ։ Միգուցե փոխենք ուղղությունը, էլ մեր թաֆինյակները մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, որ մեկ մասնագիտությունը դա բավարար չէ։ Իդեպ, քանի որ դուք ուզում եք միանալ, ասեմ, որ այս հիմա հենց բաց է դիմումները եւ այս տարի եւս մեկ ընդունելության փուլ ենք ունենալու, որը դեռ հասանելի է, եթե ցանկություն ունեցողները կարող են հենց հիմա դիմել եւ մասնակցել մեր տարվա վերջին ավազանին, որը նոյեմբերին է։ Իսկ ուր են դիմում, ինչպես դա նշեք, խնդրում։ Անցնում են 42yerevan.am կայք, հարգելի հեռուստադիտողներ։ Այո, 42 Երևանի կայքեջ եւ այնտեղ դիմել կոճակով հերթով արդեն ծրագիրը իրենց քայլերով կտանի։ Իսկ Անեի ջան, կասեք մեզ լեզուների իմացությունը պարտադիր է թե ոչ։
այդ հատվածը եւս։ Գոնե ինչու երևի բազա պետք է անգլերենի օրինակ երևի։ Այս պահին մեր ամբողջ եւ կոմունիկացիան եւ նախագծերը հասանելի են եւ հայերեն եւ անգլերեն լեզուներով, այսինքն եթե այդ երկու լեզուներից մեկը գիտեք, հանգիստ կարող եք սովորել, իսկ ծրագրավորման լեզուներ պարտադիր չի իմանալ։ Շատ լավ է։ Այ գիտեք ինչն է հետաքրքիր, նշեցինք, որ 30 եւ ավել, հա, քաղաքներում ամբողջ աշխարհում կա այս 42 ծրագիրը։ Հետաքրքիր ինչ որ կապ կա, շփում կա, փորձի փոխանակում, միգուցե on-line ինչ որ դասընթացներ միմյանց հետ ինչ որ կամ մասնագետների նման բան արվում է թե ոչ։ Անպայման մենք փորձում ենք հնարավորինս շատ պահել կապը, կա հարթակ, որտեղ բոլոր ուսանողները բոլոր երկրների նույն հարթակում են գտնվում, բայց այս պահին տարբեր on-line իվենթների միջոցով նույնպես կապը պահվում է։ Ապագայում հուսով ենք, որ կկարողանանք ավելի շատ այդ կապը լինել, որ շփումը, օրինակ ստուգումները Տարոնը որ նշեց, հնարավորություն գուցե լինի միմյանց անել, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ։ Սա նաև ամենամեծ առավելությունից մեկն է, դուք եք փաստեք Տարոն, որ ձեռք եք բերում նոր ընկերներ, նոր շրջապատ, այդ ձեր ժպիտը փաստեց, որ շատ լավ ընկերներ ունեք վստահ եմ Թումոյից արդեն։ Նաև դուք ինչն է հետաքրքիր, 2020-ից գործում եք 42 Երևանը, ունենք ինչ-որ մոնիտորինգ, ինչ-որ ամփոփիչ թվեր, այսինքն տարեց տարի պահանջարկ ավելանում, այցելուներ ավելի շատ են, թե օրինակ կարող եք նշել 24-ին է օրինակ ամենամեծ այցելությունը եղել, ունենք ինչ-որ թվեր։ Կարող եմ ասել, որ մենք տեսնում ենք հետաքրքրվածությունը, քանի որ ամեն տարի անցկացնում ենք ավազաններ, ընդունելության փուլեր, եւ այդ ընդունելության փուլերը լուծվում են ամբողջությամբ, հիմնականում դա փաստում է նրա մասին, որ մարդիկ հետաքրքրված են եւ այս պահին կարող եմ ասել, որ մոտ 2700 հոգի մասնակցել են մեր ընդունելության փուլերին այս 5 տարվա ընթացքում։ Ու կարծում այս տարի էլ նույնպես երկու փուլ մեկը անցկացրել ենք, մեկը անցկացնելու ենք, երկուսն էլ լիքն են եղել։ Շատ լավ, դե անգաղափար որ ուսումը պետք է լինի անվճար, դա արդեն ֆանտաստիկ է ու յուրաքանչյուր առողջ հասարակություն, առողջ պետություն, հզոր պետություն կարող է ունենալ, երբ որ հասարակությունը կրթված է։ Դա ամենամեծ զենքն է եւ ամենամեծ ձեռքբերումն է յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր պետության համար։ Մենք շնորհակալ ենք ձեզ եւս մեկ անգամ հիշեցնեմ, մինչեւ 42 Երևան.am կայքով կարող են անցնել եւ ծանոթանալ բոլոր մանրամասներին ընդունելության, մինչեւ ամսի Մինչև նոյեմբեր ամիսը հնարավորություն կլինի գրանցվել մեր նոյեմբերի վերջ, այսինքն։ Այո, ձեր վաղեմի երազանքը դարձրեք իրականություն, դարձեք ծրագրավորող, թողեք ձեր հորքուրի խանութում աշխատելու գործը, թողեք հոպարի օգնական լինելը, գնացեք ձեր երազանքի հետևից, դարձեք ծրագրավորող, հետո կդառնաք հարուստ ծրագրավորող կամ սկսնակ հարուստ ծրագրավորող։ 42 Երևանի շուրջ խոսեցինք մեր շատ սիրելի հյուրերի հետ, իսկ մեր հյուրերն են 42 Երևանի ուսանողների հաջողությունը եւ գործընկերության գծով մենեջեր Անահիտ Սայադյանը, շնորհակալ ենք եւ իհարկե 42 Երևանի շրջանավար Տարոն Հարությունյանը, սկսնակ ծրագրավորող հարուստ։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օրվա շարունակություն, իսկ այս պահին մեր եթերում կլինի Գովազդ, ինչ դեպք վերադառնանք, կշարունակենք եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրին։